Հիմա մենք Ռոժբաշ, հետո ռոժբաշ բերեմ են, ռոժբաշ էսդի խանամ են, բարև բոլորիդ, ուրախ եմ, ես էլ եմ ուրախ, Վազիր ջան, որ միացանք իրար հետ, կապի մեջ ենք, ուրախ եմ, որ ձերպես լավ աղբերներ ունեմ, եզդի աղբերներ ունեմ, առաջին է կողքներս, մենակ ես չունեմ, հայազգով, սաղով ունենք, շատ ուրախ ուսած եմ, Արտման ջան։ Մենք գիտենք շատ բանակցություն ես գրել եզդիների համար, մեր հերոսի համար շատները։ Ոնց եղավ, որ թվին եղավ, որ դու սարքեցի, ինչի համար սարքեցի, ով է քեզ օգնում է այս վիդեոները սարքում ես ինտերնետով, ցույց ես տալիս այս ժողովրդի համար, գիտեմ ես եզդիները քեզ ճանաչում են։ ուրեմն ես սենց ասեմ, սկզբից ասեմ, ես եզդների հետ տենց ուղղակի սենց չվեկալավով գրեցի, փոքրուց, մանկուց մեծացել է, Զեյթուն եմ ապրում Երևան, ես 10 տարի դուրս եմ եկել Եվրոպայում եմ ապրում, մանդեկիների հետ մանկուց, իմ աղբերներն են, ցավոք այսօր ահագին մարդ չկան, երկնքում են, բայց էլի ահագին օր կա, իմ ընկերներն են, իմ աղբերներն են ու բացի այդ էլի շատ, ես չգիտեմ ինչի է ճակատագիրը ինձ տենց բանում, Սուրիայի եզդիներ, Իրաքի եզդիներ, Թուրքիայի եզդիներ, միշտ այսպես որ ֆրանկ հանդիպենք իրար, շփվում եմ, ընկերություն եմ անում, ամեն մեկը մի բան պատմում է, ասում է, իրար տուն գնալ գալ, այտենց չէ էլի, մենակ ընկերություն։ Իսկ բանաստեղծությունն էլ ոնց որ օգնում է իմ աղջիկը, այդ վիդեոները սարքում է իմ աղջիկը, գրում եմ մշակում ինքս լրիվ երաժշտությունը բանում եմ։ Ուղղակի այս պատերազմից հետո որ Քարամ Սլոյանի հետ տենց եղավ, Ուղղագին եզդի ազգը եզդի ջոկատներ կողքներս կայնան, ու Ջանգիր աղան, ու Սուբեկը, սենց շատ մարդիկ չեն ճանաչում հայերի մեջ են։ Նա Մի հատ Սլոյանին գիտեն, այս վերջի դեպքեր, հազարով որ իրանց բոլորին, շատ երիտասարդ էր զոհվար, ու ուզեցա ոնց որ մի բան անեմ, ճանաչեմ, ես դե շփվում եմ էլի եզդների հետ, փորձ եմ անում, այս օրինակ եզդերեն արտասանում եմ, չեմ գցեի, չեմ բանարը, YouTube բան չեմ գցեի, ինձի օգնելա Էդոյա անունը երկիշ տղայա, Գերմանիայի ապրում, ինքն է դրա այդ բառերը ուղարկեմ, մի խոսքով ոնց որ ուզեցա, իմ մոտ կա այդ տաղանդը, ես գրում եմ մի մեջ էլի, տենց չեմ հրապարակում գիրք միրք չունեմ, ես կարող եմ ունենամ, ու գցեմ, եզդների մասին առաջին գցեմ, ունեմ, հիմա ուզում եմ դաժելի ունեմ գրած, ուզում եմ հրապարակեմ, երևի մյուս ամիս, թազա գրած ունեմ, այդքան բան, ուղղակի իմ աղբերներն են, ես ոնց որ եզդի ոնց որ ճանաչում եմ մորոխքով տղուն, սենց ասեմ, նենց է ճանաչում եմ եզդի ազգին, շնորհակալություն, ախպեր դու արտասահմանում ես գիտել, շատ բաներ կա Եվրոպայում, Գերմանիայում, էլի ընկերություն ես անում, չէ, եզդիների հետ։ Հա, նոր ասում եմ, տարբեր աշխարհից եկած եզդիների հետ, Սուրիայի, Իրաքի, մեր քաղաքում երկու ընկերներ ունեմ եզդի, շատ լավ մարդիկ են։ Որ բանակցությունը գրել ես Քալամ Սլոյանում, որ Քալամ Սլոյանը հիմա գիտես այս բանակցությունը չես հիշում, կարող է մարդ շատ գիտեմ քանի տարի առաջ ես գրել սարքել ես վիդեոները։ Իմенно Քարամ Սլոյանի մասին չէ, ոնց որ շեշտում եմ իրան մեջ, համ Ջանգիր աղային եմ շեշտում, համ Քարամ Սլոյանին եմ շեշտում, որ ուզեմ կհիշեմ մի քիչ չեմ հիմա այս պահին այդ բառերը չեմ հիշում, երկու բանաստեղծությունների մեջ է իրանց անունները կան, ու Սուբեկին եմ շեշտում, մի հատ որ ասում դուք ծանոթ եք ազգին եզդի, ու դուք գիտեք ինչ բառ ունի, ինչ ուժ ունի բառը եզդի բառը սրբությունն է, իսկ դուք գիտեք Ջանգիր աղուն, Սլոյանին, Սուբեկին, ինչ մայրեր են ձեզի ծնել, մի քիչ ես լավ չեմ հիշում բառերը, հեսա ճիշտ որ ասեմ, անգիր գիտեմ, ես անգիր ասում եմ, բայց ոնց որ այս պահին սենց ակնթարթային եղավ, ես էլ հիմա կողքի պետությունն եմ, ես երկու օր այս կողմերն եմ,
մի քիչ ուղեղս ոնց որ խառնել եմ։ Խոսքով։ Էլի չես ուզում հետ ետնաս Հայաստանը։ Ես գնում գալիս եմ շուշոտ, կուզեմ, ոչ չեմ ուզի։ Նոր տարիներին դե հեսա էլի մյուս ամիս գնում եմ, անցած տարի ամառը 6 ամիսը մեկ համարյա Հայաստան եմ գնում գալիս։ Ռուսաստան էի, Մոսկվայի նոր տարում գնացի Հայաստան, Հայաստանից գնացի Մոսկվա։ Էլի եզդի լավ աղբյուր ունեմ, եկավ իրար հետ լավ քեֆ արինք։ Մի խոսքով տեսա, հանդիպանք։ Քուրդերի հետ եմ շփվում, քուրդերի հետ շփվում եմ, բայց մի քիչ չգիտեմ։ Դե ոնց որ եզդի ու քուրդ, ես տարբերություն եմ դնում։ Սիրիայի քուրդերը օրինակ ասում են, մենք եղել ենք սկզբից սաղս եզդի, ով հավատքը փոխել է, ինքը դառել է քուրդ։ Ամեն մեկը մի բան պատմում է, մի բան ասում է, բայց ես էդի հավատում եմ, որ տենց էլ եղել է։ Դրա համար շեշտում եմ իմ բանաստեղծությունների մեջ, ասում եմ, որ եզդի ազգը նա չի փոխվում, ոնց եղել է, տենց ապրում է։ Իր արունը չի էլ ուզում փոխել, ոնց որ ուրիշ ազգի հետ չի սիրում ինքը պսակվի, հա։ Բառեր կա մարդիկ շատերը հասկանում են, ինչ է իմ ասածը, դե շատերն են որ չգիտեն պատմությունները եզդի ազգի բան, չեն հասկանում ինչ է այդ բառերը նշանակում։ Ամեն մեկ պետք է իր պատմությունը լավ իմանա, ամեն ինչ ազգը կլինի, որ մենք ոնց է եզդիները հայկական պատմությունը լավ գիտեն, որ հայկական մեր պատմությունը շատ լավ է գիտի, բացի սրան ամեն մեկ իր պատմությունը լավ իմանա, որ ժողովրդի մեջ, որ երկիրը որտեղ մնա, իր պատմությունը, իր կրոնը, իր լեզու, իր ամեն ձևով պահի։ Շատ ուրախ եմ քո նման աղբերները ունեն մեր կողքը կայնած են, գիտեմ դու շատ բան ես անում մեր ազգի համար, քո ազգի համար։ Գիտեմ ես շատ շուտվանից եմ Հայաստան դուրս եկել, հիմա Ռուսաստանում ես ապրում եմ, միշտ հիմա այսօրը մեր հայ աղբերները ունեմ Ռուսաստանում, հայ աղբերները որ էլի Հայաստանում ունեմ, ես տարբերություն չեմ տնում որտեղ է իմ երկիրը, բացի որտեղ ծնվել եմ, մեծացել եմ, այնտեղ հարգում եմ երկիրը։ Էլի աղբեր դու ասում ես բանակցությունը մի ամսվա վրա եզդիների համար է սարքում, չէ՞։ Հա, մյուս ամսվա մեջ։ Ունեմ, գրած ունեմ, պատրաստ կա մոտս։ Չգիտեմ, որ հիմա եսի փակեմ հեռախոսից մեջ կա գրած, փակեմ կարդամ կարող է չլինի, չէ՞, հեռախոսով։ Չէ, ավելի լավ սպասենք։ Հա, ավելի ամենասաղ սարքես, ամեն ինչ սարքես, վիդեոներով, մուզիկայով, հետո վիդեոներով գցես ինտերնետը, որ մեկ տենան ավելի լավ սիրուն կլինի։ Շատ մեկ ուրախ են, որ դու այսօր եկել են վիդեո տելևիզիոներով ու մենք խոսում են հեռախոսով, ինտերնետով ես ինտերվյու եմ տալիս, շատ մեկ ուրախ քո նման աղբերներ մեր կողքը կայնած են։ Վերջին խոսքը ինչ է, որ եզդիների հայի համար, որ վերջին խոսքը ասես։ Թող խաղաղություն մեր մեջ, թող եզդիների փորձությունները վերանա, այդ որ հա ուզում են ճնշեն, հալածեն միջև այսօր, միջև մեր օրերը ու ուրիշ մարդիկ չեն փորձում են, հիմնականը քուրդեր, մուսուլման ազգը։ Մի խոսքով ոնց որ մենք տենց է դուք։ Ու կուզեմ ասեմ, ինչքան ուրախ կյանքը կլիներ, Եզդիստան երկիր լիներ, ու հարևան հային լիներ, կանաչ խոտով, զուլալ ջրով, շամ սարևի ջերմ շողերով, թռչունների ծլվլոցով, հեքիաթային երկիր կլիներ, ինչքան ուրախ կյանքը կլիներ, Եզդիստան երկիր լիներ, ու հարևան հային լիներ։ Ես էլ այդպես կարճ գրած ունեմ, շարունակություն ունի էլի, այդպես չի։ Ոնց որ պայտակ հիշեցի, արտասանեցի։ Էլի գիտեմ անգիր, որ մի հատ կրկնեմ կամ հոգնած չլինեմ, էլի կարող է հիշեմ։ Վազիր ջան։ Իմ վերջի խոսքը ունեմ։ Իմ վերջի խոսքը մինչև այն աշխարհ գնալը ես եզդիներին ջան ու ջիգար կասեմ, վերջի խոսք երբեք չունեմ իրանց ասելու։ Միշտ առաջ ուժեղ հավատացեք ձեր ուժերին, մեր ուժերին։ Մի օր կտա Աստված, որ դուք ձեր երկիրը, ձեր պետությունը կունենաք։
Շնորհակալություն ախպեր։ Ինչ Հայաստանին վերեցին այդ ուրիշ ազգերի հետ։ Ես դիստան կառուցեիք էլի։ Շնորհակալություն ախպեր։ Շնորհակալություն Աստված բարիմ։ Քեզ այդ ժողովուրդներից, երկրների հայ ժողովուրդը շատ ուրախ եմ։ Սարճավ է բերեմ ջան։ Դերճավարը ես մի երկու բառ եզդերն ասեմ, որը մի հետո մեր ախպեր մեր ախպեր եզդերը լսի, հա։ Գելջմատայժա ասաժի ջամերը կինավ դեն հացկերի Արմանի բրա գժիլենաց տկն գելեք հալբեստե բոնա մլետի եզդի բոնա Արմենիա բրեմե Alberta դրեժե նավ դեն բոնա ճանգիրա ուսաբեկ ասաժի Կելեմ Սելոյան գժիլենաց խադե սատորի ջամերի ռաբե am համու վիդեոնամ կանամ համու մլետի am չեկն բոնա ուիցտի բրեմենը ազիզն Տաժի կադր կիմետ եկի մեզդեմ դն Արմենիա բրա Արմանի բրա տաժի մլետի Արմենիա սար կավտի վարաժ դխազը մսաժի Արմանի բրա Շնորհակալություն Արման ջան մենք էլի հանդիպեն վիդեոներով որ շատ բրա Աստված ամենի ձևով լավ սիրուն բաներով կլինի իրան հանդիպն ախպեր հաջողություն Սարճավը զավրազիմավ նույնապես Սպասիբեր շնորհակալություն հաջողություն